Պարոն Զորաբյան, այսօր քննիչը մերժել է ձեր միջնորդությունը Վերապար Հայրապետին թույլատրել լքել Հայաստանի սահմանները եւ մասնակցել Վրաստանի կաթողիկոսի վարկավորության արարողությանը, սպասել եք ձեզ համար այս որոշումը։ Անկեղծ ասած, ես մտածում եի, որ քննչական մարմինը չի գնա այս կարգի մանրախնդիր քայլի, որովհետև այս գործողությամբ փաստորեն իրենք նաև Հայաստանի միջազգային վարկանիշն են կասկածի տակ դնում, ընդ որում այդ մեղադրանքը ի սկզբանե արդեն ակնհայտ ապօրինի էր եւ շինծու, ել չեմ ասում, որ այն մեղադրանքը, որը ներկայացված է Վերապար Հայրապետին, նույնիսկ եթե հաստատվի այդպիսի արարք է կատարվել, ապա դրա համար ազատազրկում պատիժ չի կարող կիրառվել։ Այսինքն ակնհայտ է, որ այս պարագայում ընդհանրապես խափանման միջոց կիրառելը անտրամաբանական էր, որովհետև խափանման միջոց կիրառում են, եթե կա մտավախություն, որ կարող է մեղադրյալը փախուստի դիմել։ Հիմա ինչպես կարող անձը փախուստի դիմել, եթե իմանալու է, որ իր նկատմամբ ամենավատագույն դեպքում էլ չի կարող ազատազրկում կիրառվել, այդ չեմ ասում, որ այստեղ մենք գործ ունենք Վերապար Հայրապետի անձի հետ, ով իր նաև օրինակով ցույց տվեց, որ փախուստի դիմող անձ չէ։ Նա ամբողջ հայ ազգի հոգևոր հովիվն է եւ բնականաբար իր օրինակով ցույց է տվել իր վերաբերմունքը եւ իր քաջությունը։ Այս մյուս կողմից, եթե թույլատրեին էլ, այստեղ կարելի է տարընթերցումների առիթ կարող է տալ այս որոշումը, որ իշխանությունները փաստորեն թույլ տվեցին, այսինքն նրան ընդունում են որպես կաթողիկոս եւ թույլ են տալիս, այո, կամ զիջումների են գնում։ Երկակի կարելի է մեկնաբանել։ Տեսեք, օրինակ մեղադրյալ ներգրաված եպիսկոպոսներից մեկին, Վահան Սրբազանին, թույլատրեցին, որպեսզի գնա ԱՄՆ եւ բուժում ստանա։ Այսինքն այդ որոշումը կայացրեցին, վերացվեց եւ նա մեկնեց բուժում ստանալու։ Այս գործով որպես անձ են, այսինքն որպես պացիենտի են երևի թույլատրել։ Այս դեպքում շատ կոնկրետ վերաբերմունք կարտահայտ է։ Բոլոր դեպքերում ասեմ, սա իրականում խայտառակ վերաբերմունք է, ուղղված ամենայն հայոց Հայրապետի նկատմամբ եւ մեր հայ ազգի նկատմամբ։ Սա ուղղակի անկեղծած չեմ կարողանում սուր խոսքերից խուսափելով ինչ-որ բան պատասխանել։ Իդեպ երեք ազգային ժողովում ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը կաթողիկոսի մասին արտահայտվելիս նրան դիմեց կտրիչ ներսիսյան ձևակերպմամբ, ինչը փաստորեն նիկոլական քարոզչամիջոցի թեզերից է համարվում։ Սա ոնց է գնահատում, որտեղ ԱԱԾ-ն ըստ երևույթին դե յուրե համարվում է անկախ մարմին եւ փաստորեն իրենք քաղաքական գիծ են տանում։ Շատ վատ են վերաբերվում, ԱԱԾ ղեկավարը դա ոչ թե վարչապետի անձնական անվտանգություն ապահովող պաշտոնատար անձն է, նա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգություն ապահովող պաշտոնատար անձն է եւ մի բան էլ ասեմ, օրինակ Վերապար Հայրապետի աշխարհիկ անունը Գարեգին Բ. Ներսիսյան։ Այդպես է, անձնագրով դուք չեք կարողանա կտրիչ Ներսիսյան անով անց գտնել։ Գարեգին Բ. Ներսիսյան։ Հետևաբար, եթե ազգային անվտանգության ծառայության ղեկավարը, ով ի պաշտոն է եւ իրավաբանորեն պարտավոր է այդ պարզ իրողությունը գիտակցել, նա չէր կարող այլ կերպ դիմել Վերապար Հայրապետին եւ ակնհայտ է նա դա անում է ուղղակի արհամարանք ցուցաբերելով։ Անձնագրում ինչպես է նշված։ Գարեգին Բ. Ներսիսյան։ Հենց այդպես։ Այո։ Վերապար Հայրապետի աշխարհիկ անունը անձնագրում նշված է Գարեգին Բ. Կտրիչ Ներսիսյան։ անվանումը որտեղից է գալիս։ Դա եղել է Վերապար Հայրապետի նախկին անունը, այո, նախկին անունն եղել, որը փոխվել է հայաստանյան օրենքների համապատասխան եւ այսօր Վերապար Հայրապետի աշխարհիկ ավազանի անունը Գարեգին Բ. Ներսիսյանն է։ Հետևաբար այսօր եւ Նիկոլ Փաշինյանը եւ ԱԱԾ ղեկավարը եւ մյուս պաշտոնատար անձինք, երբ որ կտրիչ Ներսիսյանով են դիմում, նրանք դա զուտ անում են իբրև փորձում են դուրս դնել Վերապար Հայրապետի հոգեվոր կարգավիճակը, այսինքն իբրև փորձում են վիրավորական հիմնագույն տալ այս ամեն ինչին, բայց առնվազն պետք է դիմեն ավազանի անունով, որը այս պահին Գարեգին Բ. Ներսիսյանն է։ Պարոն Զորաբյան, իսկ մենակ կաթողիկոսի վերաբերյալ միջնորդությունն է մերժվել, եթե չեմ սխալվում, Նաթան Սրբազանի վերաբերյալ եւս նման միջնորդություն։ Այո, միջնորդության մեջ նաեւ անդրադարձել ենք Նաթան Սրբազանին, այո, մերժվել է նաեւ այդ մասով։ Վերապար Հայրապետի եւ Նաթան Սրբազանի մասով մերժվել է։ Նաթան Սրբազանի հետ կապված եւս այդ նույն մտավախությունը ունեն, ինչ որ ըստ էության այդ մտավախությունը վերաբերում է երկու բարձրագույն հոգեվորականներին։